Պետական գույքի կառավարիչ որ տնօրեններն են ֆռացնում կառավարությանը եւ ում ողնաշարը պետք է ջարդել։ Օրեր առաջ բացված թեման դեռ թեժ է մնում։ Սկսել եք գործը բան չունեք ասելու կառույցի ներկայացուցչին հարցրեց վարչապետը։ Երեք խոշոր ընկերությունների տնօրենների առաջարկել են դիմումներ գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Դա երեքշաբթի արվել է եւ ըստ էության չորեքշաբթի երկրորդ կեսին ունենք տնօրենից մեկի դիմումը, որը խնդրել է ազատել աշխատանքից։ Անուններ չհնչեցին, խնդիրը դեռ բաց է մնում, մարզերը պետք է Երևան ներկայացնեն 50% եւ ավելի պետական բաժնեմասով ընկերությունների տարվա ծախս եկամտի կանխատեսումը։ Դրանք ամփոփելուց հետո միայն պարզ կդառնա արժե տվյալ չինովնիկին վստահել պետության ունեցվածքի կառավարումը։ Ինչ վերաբերում է մասնավոր բիզնեսին, վարչապետի հորդոր հանձնարարականը նույնն է մնում չանհանգստացնել։ Իրավապահ մարմինների հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։ Գործարարի բողոքը եթե հիմնավոր է, պետք է պատճառն արագ վերացվի։ Սկզբունքով կառավարությունն այս նիստին լուծեց լեռնահանքային բիզնեսի 3 օր առաջ բարձրացրած ռոյալթիների հարցը։ Ընդ որում, փոփոխությունն ուժի մեջ կհամարվի հետին ամսաթվով այս տարեսկզբից ու չեղյալ կդառնան այդ ոլորտում հարկայինի հաշված տույժ տուգանքները։ Առաջարկում է այսօրվա գործող 90% սահմանաչափի փոխարեն սահմանել 80% սահմանաչափ։ Տնտեսության զարգացման հետ երկիրն առաջ է տանում էներգախնայողության հարցը։ Նոր կառուցվող հիվանդանոց դպրոց վարչական շենքերի տեխնոլոգիական լուծումների հաշվին Հայաստանն արդեն իսկ հոսանքի 8-6% տնտեսում ունի։ Ընթացիկ տարում ծրագրով նախատեսված է այդ ցուցանիշը հասցնել 17.9%-ի։ Ինչ եղավ առողջ ապրելակերպի խոստացած հաղթարշավը։ Միկրոֆոնն այլ հարց զեկուցելու համար միացնող սպորտի նախարարին անակնկալի բերեց վարչապետ Կարապետյանը։ Այս պայմանությամբ բան վարչապետ արդեն պայմանները դրսի որ մի քիչ ցուրտ է, ներս ենք անցել։ Փետրվարյան այս նիստի օրակարգը ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց, փակելով Արարատի մարզպետի հրաժարականի հարցը։ Ռուբիկ Աբրամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից։ Նրա թափուր թողած աթոռը երկրորդ շրջանով կզբաղեցնի Արամայիս Գրիգորյանը, նախկին բնապահպանության նախարարն ավելի վաղ նույն Արարատի մարզպետը։ Ես գնում եմ ժողովրդին ծառայելու։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։